Հարգելի նախագահող, հարգելի պատգամավորներ, հարգելի գործընկերներ, ձեզ եմ ներկայացնում Ազգային ժողովի 2025 թվականի բյուջեի կատարողականը։ Հաշվետու տարում Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքով Ազգային ժողովի հաստատված բյուջեն կազմել է 7 միլիարդ 72 միլիոն 937 հազար դրամ։ Ազգային ժողովի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով իրականացվել են վերաբաշխումներ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումների եւ ներծրագրային միջհոդվածային ծանուցումների։ 2025 թվականին կառավարության որոշմամբ Ազգային ժողովին հատկացվել է 545 միլիոն 516 հազար 300 դրամ։ Արդյունքում Ազգային ժողովի ճշտված բյուջեն իր 7 միջոցառումների գծով կազմել է 7 միլիարդ 603 միլիոն 28 հազար 300 դրամ։ Իսկ ծախսը 7 միլիարդ 484 միլիոն 585 հազար 800 դրամ, որի արդյունքում բյուջեն կատարվել է 98.4%-ով, եւ ճշտված բյուջեի եւ կատարված ծախսի միջև շեղումը կազմում է 118 միլիոն 442 հազար 500 դրամ, որը իհարկե փոխանցվել է պետական բյուջե։ 2024 թվականի համեմատ ԱԺ ծախսերը ավելացել են 362.500 դրամով կամ 4.6%-ով։ Ազգային ժողովի կողմից իրականացվել են հետևյալ միջոցառումները. ԱԺ գործունեության ապահովում, օրենսդրական, վերլուծական եւ ներկայացուցչական ծառայություններ։ 25 թվականի ճշտված բյուջեն կազմել է 6 միլիարդ 705 միլիոն դրամ, իսկ ծախսը 6 միլիարդ 685 միլիոն դրամ, բյուջեն կատարվել է 99.7%-ով, ծախսերի արդյունավետ կատարման արդյունքում բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման մի շարք հոդվածներով տնտեսվել է 19 միլիոն 700 հազար դրամ։ Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողների վերապատրաստում 25 թվականի ճշտված բյուջեն կազմել է 1 միլիոն 309 հազար դրամ, իսկ ծախսը 987 հազար, որի արդյունքում վերապատրաստվել է 31 պետական ծառայող, ծրագիրը կատարվել է 75.4%-ով, կախված մրցույթային ընթացակարգերում գումարի խնայողությամբ։ Ազգային ժողովի դերի բարձրացման ուղղված միջոցառումների իրականացում 2025 թվականի հաստատված բյուջեով նշված միջոցառման համար նախատեսվել է 151 միլիոն 249 հազար դրամ, ծախսը կազմել է 145 միլիոն 288 հազար դրամ, բյուջեն կատարվել է 96.1%-ով, միջոցառումների իրականացման արդյունքում տնտեսվել է 5 միլիոն 961 հազար դրամ։ Իրականացվել են ամառային դպրոց ծրագիրը 60 աշակերտների համար, ինչպես նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մեր գործընկերների հետ դրամաշնորհային ծրագիր, որի գումարը 120 միլիոն դրամ է։ Միջազգային խորհրդանական կազմակերպություններին ՀՀ անդամակցության վճարները 25 թվականի բյուջեն կազմել է 134 միլիոն 980 հազար դրամ, ծախսը 134 միլիոն 980 հազար դրամ, բյուջեն կատարվել է 99.9%-ով։ Աջակցություն կուսակցության եւ կուսակցությունների դաշինքներին միջոցառման ճշտված բյուջեն կազմել է 505 միլիոն 308 հազար 700 դրամ, իսկ ծախսը 456 միլիոն 82 հազար դրամ, բյուջեն կատարվել է 90.3%-ով, շեղումը պայմանավորված է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ներկայացված որոշումների հիման վրա։ Տեխնիկական հագեցվածության բարելավում 25 թվականի հաստատված բյուջեով վարչական սարքավորումների ձեռքբերման համար նախատեսվել է 78 միլիոն 810 հազար դրամ, ծախսը կազմել է 61 միլիոն 900 հազար դրամ, բյուջեն կատարվել է 78.5%-ով։ Ապրանքների ձեռքբերման գործընթացներով պայմանավորված տնտեսվել է 16 միլիոն 900 հազար դրամ։ Ազգային ժողովի շենքային պայմանների բարելավում Ազգային ժողովի 25 թվականի նշված միջոցառման ճշտված բյուջեն կազմել է 26 միլիոն 324 հազար դրամ, նշված միջոցառումների շրջանակներում նախատեսվում էր մարդատար վերելակի կառուցում, կապալառու կազմակերպության կողմից սահմանված ժամկետում աշխատանքները չեն իրականացվել եւ գումարն ամբողջությամբ հետ է վերադարձվել պետական բյուջե։ Շնորհակալություն, կպատասխանեմ ձեր հարցերին։ Շնորհակալություն, պարոն Առաքելյան, հարգելի գործընկերներ, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար գլխավոր քարտուղար պարոն Առաքելյանին հարցեր ուղղելու համար գրանցում։ Հարցեր չունեն, պարոն Առաքելյան, սպառը չէր ձեր հաշվետվությունը, շնորհակալություն։